100 տարի անց հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործության եւ ցեղասպանությունը բերեց հանգեցրեց նրան, որ 100 տարի անց եզդիների նկատմամբ տեղի ունա ցեղասպանություն։ Եվ ես միշտ այստեղ մի հետեւյալ ձևակերպումն եմ տալիս հայոց եղեռների միջազգայինորեն չճանաչումը եզդիների ցեղասպանության արդյունք։ Ինչի, որովհետեւ ցեղասպանության դեմ կանխարգելումը բացի միջազգային իրավական սկզբունքներին համապատասխան պատժամիջոցների սահմանում եւ կիրառում այլ կերպ հնարավոր չէ։ Տարբեր հարցադրումներ են հնչում նաեւ այն մասին, ինչով են պայմանավորված, ինչ գործոններ կարող են խթանել, որպեսզի տեղի ունենան ցեղասպանությունները։ Ցեղասպանությունները տեղի են ունենում տարբեր գործոններից ելնելով կրոնական հողի վրա, ազգային, ռասայական եւ ինչու՞ չէ նաեւ մենք գիտենք, որ երբեմն ցեղասպանությունների կամ նման ոճրագործությունները խոշոր գերտերությունների կամ հզոր հայտնի միջազգային կազմակերպությունների անտարբերության, ինչու՞ չէ երբեմն նաեւ անգործության արդյունք կարող են լինել։ Եվ այդ պատճառով կոնկրետ ցեղասպանության ձևաչափ կամ ցեղասպանությունը բնորոշելիս խոսել նրա պատճառահետևանքային կապի մասին, կարծում եմ այդքան էլ հեշտ կամ ձյուրին չէ։ Շատ անընդունելի է, երբ որ մենք ցեղասպանություն եզրույթն օգտագործում ենք պատեհ կամ անպատեհ առիթով։ Ինչի, որովհետև ցեղասպանությունը դա բրենդ չի, ինչ որ անընդհատ, ասենք, իհարկե ցավ է, կան զոհեր, իհարկե չէ, ես ձեր ասածը նաև գալիս է մամուլում էլ են ինչ-որ տարբեր մարդիկ սկսում արտահայտել ցեղասպանություն, սա ցեղասպանություն չէ, սա իրականում ոճիր է, սա գիտեք դեպքը, որ տեղի ունեցել բարեկամների միջև։ Մենք գիտենք, շատ ցավալի է, որ մենք ունենք մարդկային կորուստներ եւ առիթից օգտվելով ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքի անդամներին եւ ասեմ, որ այո, սա շատ զարուրելի տեսարան է եւ սա պատիվ չի բերում ոչ միայն եզդի ժողովրդին, այլ սա նաեւ Հայաստանի Հանրապետության անդորը խարխլող ինչ-որ գործընթացներից մեկն է, թեպետ հայ ժողովուրդը որևէ տեսակի առնչություն այս պարագայում չունի։ Ես ասեմ, որ տեղեկացված եմ այն գործընթացը, որը սկսել է, տեղի են ունենում, կատարվում են հսկայածավալ օպերատիվ, քննչական եւ դատավարական գործողություններ։ Ես կարծում եմ արդեն տեղյակ եք, որ կա մեկ ձերբակալված անձ եւ վարույթն իրականացնող մարմինը այս պահի նախաքննությունը շարունակում է։ Անջրպետը կամ ներքին այդպես խռովությունները կարող են միջանձնային հարաբերություններով լինել, բայց սա ցեղասպանության ճանաչման կամ նմանատիպ ավելի գլոբալ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան գործընթացների վրա ազդեցություն չի կարող ունենալ, որովհետեւ ցավոք սրտի մենք ուղիղ հենց այս դեպքից 2 օր առաջ Սևանում էլ ունեցանք այն վենդետային, այսպես ասած դեպքը, որը ցավալի է եւ առանց այն էլ այս փոքր թվով քաղաքացիների պայմաններում իրոք ցավով ենք ասում եւ ցավակցում ենք բոլորի հարազատներին